2020-ի սեպտեմբերի 27-ին ուղիղ 5 տարի առաջ վաղ առավոտյան Արցախն իր խոշոր ու փոքր քաղաքներով, գյուղերով հրթիռակոծվեց։ Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել էին խաղաղ բնակիչներին, դպրոցներն ու մանկապարտեզները, առողջապահական կենտրոնները, հիվանդանոցները։ Հայկական զինված ուժերը մի քանի անգամ գերազանցող ադրբեջանական զորքերին դիմակայեց հակահարված տալով, պատճառելով հսկայական կորուստներ։ Հայոց բանակի տղաները զգոն էին ու կռվում էին մինչև վերջ, արյան գնով պաշտպանելու Արցախը, հող հայրենին։ 44-օրյա պատերազմի օրերին արտասահմանից մայր ու որդի էին եկել, անհամբեր սպասում էին, թե երբ պետք է իրենց առաջնագից մեկնելու հերթը գա։ Ես դիպուկահար եմ եղել, իմ տղեն պիտի գնա, հետի միանշանակ պիտի գնա։ Ջան, կպավ։ Պատերազմում 18-20 տարեկան տղաներն էին, մեծ դժվարություններով հակառակորդի կրակահերթի տակ սնունդ բուժօգնություն էին հասցնում մարտական դիրքեր ընկերներին։ Բականապես եղա, թե 18-19 տարեկան տղաները հրետակոծող ճանապարհներով ոնց են փորձում սնունդ հասցնել, ոնց են փորձում զինամթերք հասցնել։ Այո, մամար սովորական է արդեն։ Մի հատ Հանգիստ։ Հրամանատարները, զինվորները վայրկյաններ ունեին իրենց հարազատների, բարեկամների հետ խոսելու, իրավիճակը առաջնագծում ներկայացնելու, իրենց ողջ մնալու մասին տեղեկություն տրամադրելու համար։ Հենց զանգում էր, ձենը լսում էր, լավ։ Մարտական գործողությունները իրականացնում համաձայն ստեղծված պլանի ու կատարվում է այնպես, ոնց որ կարգն է։ Զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Հակոբյանն է, իսկական հերոս։ Արթուրի մասին շատերն են պատմում, նվիրված էր ենթականերին, սիրում էր հայրենիքը ու միշտ ամենաթեժ կետերում էր։ Ինքը միշտ ռիսկային բաներից սիրահար էր, ամեն ինչից ռիսկով բանում ու ամեն տեղ ուզում էր, որ ինքը միշտ առաջին լինի։ Արթուրի հետ միասին մասնակցել ենք հակադիվերսիոն գործողությունների, միշտ Արթուրը աշխատում էր առաջինը լիներ։ Արթուրն էլ ընկավ թեժ մարտի դաշտում, հերոսի անուն թողնելով Արցախյան պատերազմի իր զինակից ընկերների շարքում։ Փոխգնդապետ Արթուր Հակոբյանը Գառնիից էր, համայնքի, Երևանի ու հետո նաև Հայաստանի չեմպիոն։ Ազատ ոճի մշամարտում Արթուրը դպրոցական տարիներին հասցրել էր մեծ նվաճումներ ունենալ, չեմպիոնական գավաթների արժանանալ։ Բարախուղներ պատել հայոց էլերները, մարտի դաշտում են մեր քացի ոտները։ Սաղ հռել են գետին, ուզում ասիմ ընդհանրապես մի գրամ էլա թող դուխոնետ կցին վեշ։ Հայ զինվորը կռվեց մինչև վերջին շունչը։ Հայ զինվորն իր զինակից ընկերոջն աջակցում էր վիրավոր լինելով հանդերձ։ Միայն առաջ։ Մենք պայքարում ենք մեր հողերը հետ վերցնելու համար։ Եռաբլուրն այսօր էլ մարդաշատ էր։ Իրենց հարազատների շիրիմներին են այցելել զոհվածների հարազատները, բարեկամները, ընկերներն ու բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հնարավոր էր խուսափել պատերազմից։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դժվարացավ պատասխանել հարցին։ Կարող էինք խուսափել, թե չէ, ինձ թվում է, ես այդ հարցին ես բան չեմ կարող պատասխանել։ Մենք բոլորս հասկանում ենք, որ Ադրբեջանը հիմնական հանցագործ լինելով չէր կարող հասնել հաջողությունների, եթե տարիների ընթացքում բանակցային ամբողջ ներուժը չմսխվեր, բանակցությունները չդադարեցվեին։ Իսկ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները կարող են լինել խաղաղության երաշխիք։ Արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից։ Այս տղաները 90-ականներին Արցախյան առաջին պատերազմում կռիվ տված առյուծ հերոսների որդիներն ու թոռներն են։ Տղաներն անպարտ էին։ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր տղաները ցույց տվեցին իրենց մարտական ոգին, իսկ հակառակորդը միայն կարողացավ իր զինվորական նորագույն տեխնիկան ցուցադրել ու այդպես էլ չկարողացավ ցույց տալ, թե ինչ է ընդունակ ադրբեջանցի զինվորը։ Հայ զինվորի սխրանքն անմահ է, նրանց անունը մեր սրտերում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։